Պանաստանյան ապրելու երկիր կուսակցությունը հայտարարեց, որ Դաշնքով մասնակցել։ Ես անկեղծ ասած ձևաչափը չեմ նայել, կարծեմ համագործակցության, ուղղակի համագործակցության ձևաչափով են հանդես գալիս։ Մեր կուսակցությունը, մեր շարժումը հայտարարել էր, որ ինքը բաց կոնսոլիդացիայի համերաշխության ու ընդհանրապես քաղաքական դաշտի միավորման ու կոնսոլիդացիայի կողմնակից է, դիտեք դա այդ շարքից։ Փոփոխություններ արեցին Ընտրական օրենսգրքում կոնկրետ անվան հետ կապված ու ձեր անվան մեջ էլ այսպես անձնանուն կա կուսակցությունը հնարավոր է այլ անվանումով ինչ որ քննարկումներ կան փոփոխելու է ոչ կուսակցությունը այլ անվանումով չի հանդես գալու կուսակցությունը ուժեղ Հայաստան կուսակցության անվանումով է հանդես գալու եւ ուժեղ Հայաստան կուսակցությունը Դաշինքի անունը ուժեղ Հայաստան է Դաշինքի անունը ուժեղ Հայաստան է բնականաբար Հայաստանի Հանրապետությունում մենք այսօր ապրում, մենք օրենսդրությունը խախտելու որևէ միտք ու նպատակ չունենք, իսկ Սամվել Կարապետյանի անունը այսպես թե այնպես անբաժանելիորեն կապված է ուժեղ Հայաստան կուսակցության հետ։ Համագումարից հետո հնարավոր է ընտրացուցակներում փոփոխություններ լինեն, որովհետև նշված է, որ վերջնական Չէ, առաջի 30-ը վերջնական է, մնացածի մասին խորհուրդը կհաստատի, արդեն մնացածը վաղը կհրապարակվի։ Առաջի 30-ի մեջ այլևս փոփոխություն չի լինի։ Պանաստանյան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Սամվել Կարապետյանը, Քոչարյանը եւ Ծառուկյանը խորհրդարան անցնեն, շատ վատ բան է լինելու։ Ինչ է ասում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի անցնելը շատ վատ բան չի, մյուսների անցնելը շատ վատ բան է։ Ինչ է ակտարկում, հայկական տեխնոլոգիա է, բանեցնում է ուղղակի պատերազմի հետ բոլոր ասոցիացիաները կապված են քաղաքացիական պայմանագրի իշխանության հետ եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Այլ մյուսները որևէ այդ թվում ոչ միայն ձեր նշած կամ իր նշած երեքը, ես Հայաստանի Հանրապետության ընտրական process-ներին մասնակցող որևէ ուժ չգիտեմ, որ պատերազմի հռետորաբանությամբ է հանդես գալիս եւ ինչ-որ ագրեսիա կա մեջ է, հետեւաբար դրանք բոլորը ընտրական տեխնոլոգիաներ են բնակչությանը մանիպուլացնելու համար։ Կուսակցությունը այս մասին պարբերաբար տարբեր անդամներ խոսացել են, խոսքը հետընտրական փուլում արդեն ինչ-որ միավորումների մասին է, այսպես հնչել է, որ ամեն դեպքում թե երկրորդ նախագահի թե այլ ուժերի հետ այդ հիմնական համագործակցությունը բացառում են, անգամ այն դեպքում, երբ որ դրանից կախված լինի իշխանության փոփոխությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այդ դեպքում մենք ու ես բազմիցս հայտարարել ենք, մեր ուժը, մեր կուսակցությունը գնում է բացարձակ հաղթանակի դեպքում կարծում եմ որևէ կարիք չի լինի ոչ կոալիցիաների, որևէ մեկին կամ ձայն տալու կամ չտալու։ Իսկ նախապես ինչ որ բան պայմանավորվել այս կամ այն ուժի հետ ժողովրդի թիկունքում ես դա համարում եմ անընդունելի, ամեն ինչի մասին կխոսվի հանրային տրամադրությունները տեսնելուց քվեատուփերում արկա ձայները չափելուց ու ստուգելուց հետո այս պահին զերծ պիտի մնալ նմանատիպ ընդհանրապես այդ բնույթի հայտարարությունները։ Խնդրեմ։